հարցերը Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ հակադրության մեջ են։ Այս սառնչությամբ ինչ մեկնաբանություններ։ Եթե ժողովրդի շահերը չեն բանանում, հաշվի առնում, այստեղ պետական որ շահերի մասին է խոսքը գնում։ Եթե ժողովուրդը այս իրավիճակում գտնվելով ցեղասպանությունից փրկված պետության կողմից բաց թողումներով անպիտանի ղեկավարությունից այսօրվա իրավիճակում ինչ ուրիշ հարցերի հետ գերիներ ունենք բանում Բաքվի բանտերում, որ ուղղության վրա է պետությունը աշխատել, որ ուղղության վրա երկու տարվա մեջ մենք այս ընթացքում մի ուղղության վրա հələ տենց աշխատանքներ չենք տեսել, որ ինչ որ բարենպաստ կամ էլ ազգի կամ ժողովրդի շահերը պահպանի։ Սուտ են ասում, խափում են, միշտ որ միջև օրս էլ մեզ խափել են, Արցախ են կորցրել, Սուրբ Արցախ են կորցրել, միջև կորցնելն էլ խափում էին, որ զբաղվում էին դրանով, բանակցություններ ագնում, բայց վերջում եկավ ինչ դարավ։ Արցախը կործանվեց։ Հիմա ասում են, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, Սադիկ Օլհաշյանն ասում է, իշխանության պաշտոնական տեսակետն է։ Ղալաթ են անում, որովհետև իրանք իրանց էությունով մենակ կործանման են բերել, մենակ փորձության առաջ են կանգնացրել մեր հայ ժողովրդին։ Արցախյան շարժումը իրանք չեն սկսել, որ Արցախյան շարժման ինչ որ կարողանան պատասխան տալու կամ էլ դրան որոշումը կայացնելու։ Արցախյան շարժումը դա եղել է համահայկական, որ ասում եմ միասնական մի ազգի հարթակում։ Իրանց այսօրվա բոլոր ասած բառերը, բոլոր մեջբերումները, որ վերցնես, դա Թուրքի կողմից ներկայացրած մեջբերումներ է։ Որպես հայ ղեկավար, հայ ներկայացուցիչ ինքը պիտի առաջնորդ լինի, բայց առաջնորդը վախկոտ լինելով չի կարա այդ ձևի հարցերի շուրջ կոնկրետ ինչ որ ձևաչափեր ասի, ինչ բառեր նորից եմ ասում ներկայացնում են, դա Թուրքի ադրբեջանական շահերն են ներկայացնում։ Ղարաբաղյան շարժումը կա, Ղարաբաղի հարցը կա, Ղարաբաղյան շարժումն էլ շարունակելու է, նորից վերածնվելու է, որովհետև դա մեր պատմական այն ամենալավ ժամանակահատվածն է եղել մեր հայ ազգի համար։ Ինչպես եք դա պատկերացնում այդ գործընթացը։ Գործընթացի պատկերացում տարբեր ուղղություններ կա, դրա հետ կախված առաջնայինը միասնական բան ձևավորվի ազգ բանակ հասկացողությունը ու դրանով էլ մենք հիմք դնենք մեր ազգային թե գաղափարախոսությունն է, թե մեր ազգ լինելու իրավունքն է, թե մեր հայ լինելու ապրելու իրավունքի հիմքերն է ու այն մարդիկ, ով այդ հարցերի շուրջ թե քաղաքական գործիչներ են, թե մնացած ինչ որ անհատ մարդիկ են, ես կոչ կանեի, որ ավելի լրջանան, եթե դուք իրոք մտահոգված եք, կոնսոլիդացվեք, որ ասում ժողովրդի մեր ազգի պատիվը թասիվը բարձրացնելու համար աշխատանքներ իրականացրեք։ Եթե դա չի իրականացում, ուրեմն դուք եք նույն ձևի սպեկուլյանտներ ու դուք եք նույն ձևի գործողություններ իրականացնում հակահայկական։ Ով առիթ եք տալիս ներկայ իշխանությանը, որ կարողանում է շարունակել այս ձևի նվաստացուցիչ, այս ձևի գործողությունները բանանելու։